Ալիֆ, լամ, միմ։ Այդ գիրքը նրանում երբեք կասկած չկա։ Այն ուղեցույց է մուտտակիների, տակարաձեկ անտեսանելիին։ Կատարում են նամազը և այն բարիքներից, որ մենք նրանց որպես պարգև ենք տվել, ծախսում են։ Նրանք հավատում են քեզ ուղարկվածին և քեզնից առաջ ուղարկվածներին, ինչպես նաև հավատում են հանդերձյալ օրվան, լիակատար համոզմամբ։ Իրենց Տիրոջ կողմից ուղիղ ճանապարհի վրա են, և նրանք իսկապես փրկվածներն են։ Անհավատներին, նրանց զգուշացնես թե չզգուշացնես, նրանց համար միևնույն է։ Աստված կնքել է նրանց սրտերը, և լսողությունը հոգևոր վարագույր կա, և նրանց համար մեծ տանջանք է նախատեսված։ Մարդկանց մեջ կան այնպիսիները, ովքեր չեն հավատում, բայց ասում են. «Մենք հավատում ենք Աստծուն և հանդերձյալ օրվան»։ Նրանք փորձում են խաբել Աստծուն և հավատացյալներին, բայց իրականում նրանք խաբում են միայն իրենց և դա չեն էլ գիտակցում։ Նրանց սրտերում հիվանդություն կա, և Աստված ավելացրել է նրանց հիվանդությունը։ Նրանց ստախոսության պատճառով նրանց համար ցավալի տանջանք կա։ Երբ նրանց ասում են. «Մի տարածեք ապականություն երկրի վրա», նրանք ասում են. «Մենք միայն բարեփոխողներ ենք»։ Զգույշ եղեք, իրականում նրանք ապականություն տարածողներն են, բայց դա չեն գիտակցում։ Երբ նրանց ասում են. «Հավատացեք այնպես, ինչպես այս մարդիկ հավատացին», նրանք ասում են. «Մենք միթե հավատանք այնպես, ինչպես այդ անմիտները», զգույշ եղեք, իրականում անմիտները հենց իրենք են, բայց դա չեն հասկանում։ Երբ նրանք հանդիպում են հավատացյալներին, ասում են. «Մենք էլ հավատացինք», բայց երբ մնում են իրենց սատանաների, կեղծ ընկերների հետ, ասում են. «Մենք ձեզ հետ ենք, մենք պարզապես ծաղրում ենք նրանց», բայց Աստված ծաղրում է նրանց և թողնում է, որ նրանք մոլորվեն իրենց ապականության մեջ։ Նրանք են, ովքեր առաջնորդությունը փոխանակեցին մոլորությամբ։ Նրանց առևտուրը շահավետ չեղավ, և նրանք ուղիղ ճանապարհ չգտան։ Նրանց վիճակը նման է այն մարդու, ով խավարում կրակ է վառում։ Երբ կրակը լուսավորում է շրջապատը, Աստված վերցնում է նրանց լույսը և թողնում նրանց խավարի մեջ, որտեղ նրանք չեն կարող տեսնել։ Անհամր են, կույր են, նրանք չեն վերադառնում ճշմարտությանը, ովքեր բռնում են երկնքից թափվող խորդարատ անձրևի տակ, որի մեջ խավար, որոտ և կայծակ կա։ Նրանք մունաֆիկները մահվան վախից, կայծակների ձայնից։ Մատները դնում են իրենց ականջները։ Աստված անհավատներին լիովին շրջապատողն է։ Կայծակը քիչ էր մնում խլեր նրանց աչքերը։ Երբ այն լուսավորում է նրանց շրջապատը, նրանք մի փոքր քայլում են, բայց երբ խավարն իջնում է, կանգ են առնում։ Եթե Աստված կամենար, նա կխլեր նրանց լսողությունը ու տեսողությունը։ Անշուշտ Աստված ամենակարող է։ Պաշտեք ձեր Տիրոջը, ով ստեղծել է ձեզ և ձեր նախորդներին, որպեսզի դուք աստվածավախ լինեք։ Նա է, ով երկիրը ձեզ համար պռեց որպես անկողին և երկինքը կառուցեց որպես ամուր տանիք։ Նա երկնքից ջուր իջեցրեց և դրա միջոցով ձեզ համար պտուղներ աճեցրեց որպես պարգև։ Ուրեմն գիտակցելով այ։ Հավատացյալներին, ովքեր բարի գործեր են կատարում, ավետիս տուր, որ նրանց համար պատրաստված են դրախտներ, որոնց տակով գետեր են հոսում։ Երբ նրանց այնտեղ որևէ պտուղ տրվի որպես պարգև, նրանք կասեն. «Սա մեզ արդեն տրվել էր նախկինում», բայց այդ պարգևները նրանց կտրվեն նման ձևով. նրանց համար այնտեղ կլինեն մաքուր զուգընկերներ, և նրանք այնտեղ կմնան հավիտյան։ Անշուշտ, Աստված չի խորշում օրինակ բերել նույնիսկ մոծակի կամ դրանից էլ փոքր մի արարածի։ Հավատացյալները գիտեն, որ այդ օրինակները իրենց Տիրոջ կողմից տրված ճշմարտություն են, իսկ անհավատները ասում են. «Աստված ինչու է նման օրինակներ բերում։ Դրանցով շատերին մոլորացնում է, բայց շատերին էլ ուղիղ ճանապարհով առաջնորդում։ Դրանցով մոլորացնում է միայն նրանց, ովքեր արդեն իսկ շեղված են»։
Նրանք, ովքեր խզում են իրենց ու Աստծո միջև կնքված ուխտը, ովքեր կտրում են այն, ինչ Աստված հրամայել է միացնել, եւ ովքեր ապականություն են տարածում երկրի վրա, ահա նրանք իսկական կորուսյալներն են։ Ինչպես կարող եք ուրանալ Աստծուն, երբ դուք մահացած էիք եւ նա ձեզ կյանք տվեց։ Այնուհետև նա ձեզ կմահացնի, ապա կրկին կկենդանացնի եւ վերջում դուք միայն նրան կվերադառնաք։ Նա է, ով ստեղծեց երկրի վրա եղած ամեն բան, այնուհետև նա ուղղվեց դեպի երկինք եւ դրանք դասավորեց որպես 7 երկինք։ Հիշի, երբ քո Տերը հրեշտակներին ասաց. «Ես երկրի վրա մի խալիֆեն նշանակելու, ես երկրի վրա մի վերժի եմ, ով ապականություն կսպռի եւ արյուն կթափի»։ Ինչ դուք չգիտեք, Ադամին սովորեցրեց բոլոր անունները, ապա դրանք ներկայացրեց հրեշտակներին եւ ասաց. «Եթե ճշմարիտ եք, ապա ասեք ինձ դրանց անունները»։ Նրանք ասացին. «Դու փարավոր ես, մենք ոչինչ չգիտենք, բացի այն, ինչ դու մեզ սովորեցրել ես, միայն դու ամենագետն ես եւ ամենաիմաստունը»։